Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հատիկ բլեֆը փլվեց Սահմանադրական դատարանում։ Բարձրագույն դատարանը հաշվի առավ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական կարծիքը, որը օրենքի ամբողջ տրամաբանությունը փոխել է։ Ինչի մասին է խոսքը։ Օրաթերթը ներկայացնում է ՍԴ որոշման եզրափակիչ մասի բացատրությունը, որպիսի իրավաբանական բարդ ձևակերպումների մեջ չխճճվի իրականությունը։ Նկատենք, որ Սահմանադրական դատարանն այս օրենքի առանցքը հանդիսացող դրույթները գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասով բավականին նեղացրել է, կոնկրետացրել է դրա կիրառման շրջանակը, ինչը նշանակում է, որ դրա լայն մեկնաբանությունն այլևս հակասահմանադրական է։ Եվ այսպես, ՍԴ-ն քննելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրությանը համապատասխանության հարցը, որոշելու վերաբերյալ գործը որոշել է։ Օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը նույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի հետ համակեցության մեջ համապատասխանում են սահմանադրության այն մեկնաբանության, որը օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոն ստանձնելու պահից հետո։